Բարև պարոն Կարապետյան, մի հատ հարց էլ ես հնչեցնեմ։ Հնարավորինս արտաքին քաղաքականության մասին էլ խոսացվի։ Ես ասում եմ, մենք ունենալու ենք շատ լավ հարաբերություններ Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ, Ֆրանսիայի հետ, Ռուսաստանի հետ, մեր հարևան երկրների հետ, բայց ունենալու ենք այդ հարաբերությունները մեր ազգային շահերից ելնելով։ Մենք ցանկացած հարաբերությունից պետք է օգուտ ունենանք, մեր երկիրը պետք է օգուտ ունենա, մեր ժողովուրդը օգուտ ունենա, չգնանք նկարվենք, դուք պատկերացնում եք ինչքան գումարներ են ծախսում ամեն տուրիստական ճամփորդությունների վրա, գնում են լուրջ նստում, իրենց համար տաշ-տուշ անում, գալիս են ծախսելով բյուջեի փողերը, 8 տարվա մեջ ես իրեն կոնկրետ առաջարկություն եմ անում, կոնկրետ մեկ օգուտ $100 գրպանից հանի ցույց տա, որ գոնե 5 անձամբ $100 է ստացել։ Այս մարդիկ բացարձակ չեն հասկանում, որ գլխավորը գումար աշխատելն է, ոչ թե գումար ծախսելը։ Մենք լինելու ենք գումար աշխատող կառավարություն։ Իրենք ընդամենը մեկ ձևով են գումար աշխատում։ Վարկեր են վերցնում, տանում ասֆալտ փռում։ Այսինքն ուրիշ բան 8 տարվա մեջ դե մենք հայտարարություններ ենք անում։ Թող ցույց տան։ Եթե արել են մի հատ գործարան ցույց տան։ 8 տարվա մեջ գոնե մեկ գործարան բացի մեր կառուցած 10 գործարաններից այս 8 տարվա մեջ, թող մի հատ ցույց տան 200 մարդ աշխատող հիմնարկ։ Դուք պատկերացնում եք դա ինչքան արդեն նույնիսկ խոսք չունեմ ասելու, բացատրելու, մարդիկ 8 տարի ինչով են զբաղված եղել։ 8 տարի այս մարդիկ խապելով ժողովրդին հայաթափել են մեր սահմանամերձ տարածքները։ Հիմա որ փակում են 230 հատ դպրոց, ում համար են փակում։ Պարզ չի, որ ադրբեջանցիներին բերելու են այդ դպրոցներում ուրիշ ինչ կա անելու։ Պարոն Կարապետյան, նաև այս առումով հենց եվրոպական միության հետ տնտեսական առումով զարգացման հետ կապված կարելի ավելի շատ Եվրոմիությունը մեր համար լինելու է կարևոր գործընկեր։ 800 միլիոնանոց շոկա է այնք իրանից նաև 400 միլիոնանոց է, բայց շատ հարուստ շուկա է, դրա համար ես ասում եմ ցավ է, որ մենք ընդամենը կարողացել ենք 30 տարում ունենալ $200 միլիոն շրջանառություն, ոչ թե օգուտ, շրջանառություն։ Դրա համար ես ձեզ վստահեցնում եմ, այդ հարցերում դուք մեզ վստահեք, նույնիսկ մենք հարցումներով ենք տեսնում, որ բնակության մոտ 2/3-ը այդ հարցերում մեզ վստահում է, որ տնտեսությունը մենք լավացնելու ենք։ Եվրոմիությունը կարևոր գործընկեր է, Ֆրանսիան շատ կարևոր, ես ասել եմ, որտեղ ապրում են մեր հայրենակիցները, մեր հայերը, այդ պետությունների հետ մենք պետք է ունենանք շատ լավ հարաբերություն, որպեսզի այդ մարդիկ իրենց տվյալ երկրներում իրենց լավ զգան։ Իսկ ինչպես կարող ենք մենք փչացնել հարաբերությունը, թշնամացնել Ռուսաստանի հետ, եթե Ռուսաստանում 3 միլիոն հայ է ապրում, մոտ 3 միլիոն տարբեր թվեր են ասում, ես հաստատ համոզված եմ, որ վստահ եմ, որ իրենք ոչ մի քայլ չեն անելու, սրանք Եվրոպայի տեղը չգիտեն նույնիսկ։ Ձեռները բռնես տանես Եվրոպայի ցանկացած մայրաքաղաք, էլ հետ չեն կարողանա գան Հայաստան։ Ինչ Եվրոպա սրանց համար։ Այս հարցում նաև Սփյուռքի դերակատարումը ինձ թվում է օգուտ կտա նաև։ Դե Սփյուռքը մեր գլխավոր, մենք միշտ հայտարարում ենք, մեր գլխավոր պոտենցիալն է։ Չօգտագործել այդ հնարավորությունը ընդամենը մի հատ սահմանադրության մեջ 148 հոդված են դրել, որով սահմանափակում են Սփյուռքի ներկայությունը Հայաստանի կյանքում։ Այսինքն մենք կարող է հիմա Ամերիկայում ունենք աշխարհի ամենատաղանդավոր տղան, ով կարող է 5 օրում Հայաստանի համար անի ավելի շատ, կամ բոլորս միասին 30 տարում։
Բայց այդ մի հոդվածով մենք իրեն ասել ենք խելոք նստի տեղդ։ Հանկարծ մեր կողմը չնայես, այստեղ միայն ուրախ ավտոբուսի ժողովուրդը իրավունք ունեն երկեն պարեն։ Դա է խնդրեմը, որ մենք վախենում ենք, միշտ ենք վախեցել դրսի մարդկանցից։ Մենք չպետք է վախենանք, մենք պետք է խնդրենք, խրախուսենք, որ իրենք իրենց նոր գաղափարներով, նոր մոտեցումներով կան օգնեն զարգացնենք մեր երկիրը։ Գեր նպատակը զարգացնենք մեր երկիրը, որ չվախենանք Ալիևից, չվախենանք հարևան մյուս պետությունից, միայն թույլն է վախենում։ Ուժեղ երկիրը չի վախենում ոչ մեկից։ Ճիշտ հարաբերություն կառուցող երկիրը չի վախենում ոչ մեկից։ Եթե դու վստահություն ես ներշնչում քո գլխավոր գործընկերների հետ, հաստատ իմացեք, նրանք միշտ քո կողքին կանգնած են լինում, թե Ամերիկան, թե Ռուսաստանը, թե հարևանը, ուրիշ տարբերակ մենք չունենք, քանի որ ինչքան հնարավոր էր արդեն վարկաբեկեցին ու փչացրեցին, ու ամեն օր դա անելու են։ Ալիևը նստած հայտարարելու է, այս մարդը գնալու է թմբուկ նվագի, որտեղ նույնիսկ վախենում է։ Լրագրողները երբ ինձ հարց տվեցին, բախի եք սենց ասում 300,000 ադրբեջանցիների մասին, ես ասեցի, եթե չկա 300,000 ադրբեջանցիների մասին խոսք, Ալիևը հայտարարել է։ Թող բարձրանա ազգային ժողովի ամբիոն, հիմա նույնիսկ համաձայն եմ այն կառավարության հարց ու պատասխանի ժամանակ թող ասի, չի կարա գա, չի գա 300,000 ադրբեջանցի։ Բախի չի ասում, արդեն 2 շաբաթ անցավ, որտեղ վախենում է, որտեղ ինքը գիտի իր գլխի գալիքը, բայց դա կապելու է նորից հայ ժողովրդի գլխին ու հայտարարելու արդեն 5-րդ հանրապետություն մենք ունենք։ Կիսա հայկական, կիսա ադրբեջանական հանրապետություն, նոր հռչակագիր է մեզ պետք։ Էսա ամբողջ բնութագիրը սա էր։